Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեր նամակները գնալով շատ ավելի են շատանում, հետևաբար չեմ կարողանում պատասխանել բոլորիդ հարցերին։ Այդ պատճառով որոշեցինք ստեղծել այս ալիքը, որպեսզի հնարավոր լինի անդրադառնանք բոլորիդ հարցերին։ Այս պահին ավելի շատ հարցերը վերաբերվում են գարնանային աշխատանքներին։ Ինչ անել, ինչպես անել։ Դուք գիտեք, որ գյուղատնտեսության համար ամենապատասխանատու շրջանը դա վաղգարունն է։ Այսօր ես կանդրադառնամ մի փոքր ցույց տալով նաև կանդրադառնամ հողի հիմնական տիպերին։ Հողի տիպերը շատ են, բազմաթիվ են, սակայն եկեք մենք դասակարգենք 3 տիպի, առավել հաճախ հանդիպող ավազային, կավային, կավ-ավազային ու ավազակավային։ Այսինքն ինչ է նշանակում։ Առաջին դեպքում կավայինը մեծ մասը կավ է, եւ այս կավային հողերը շատ վտանգավոր են բույսերի համար, այսինքն նրանք չեն նպաստում բույսերի նորմալ աճի եւ զարգացմանը։ Տեսեք, երբ որ տեղում են անձրևներ, այդ կավը չի թողնում, քանի որ նրա մասնիկները բավականին փոքր են, չի թողնում, որպեսզի նրանք գնան հողի ներքևի շերտերը, խոնավությունը։ Այդ պատճառով կավային հողերը խիստ վտանգավոր են բույսերի աճի եւ զարգացման համար։ Երկրորդ տիպը դա ավազային հողերն են, որոնք նույնպես չեն կապակցվում, այսինքն ոչ թե ջուրը կանգնում է արդեն հողի երեսին, այլ միանգամից գնում է հողի խորշերտերը եւ արմատի շուրջը չի հավաքվում այդ խոնավությունը, ինչպես նաեւ սննդատարերը։ Ամենաիդեալական կառուցվածքը դա հողի կավի եւ ավազի հարաբերակցությունն է, քանի որ բոլոր հողերը ունեն այդ երկու հիմնական տարրերը։ Հիմա տեսեք, այստեղ ես ձեզ ցույց կտամ, այստեղ լցված է ամբողջությամբ կավային հող։ Հիմա դուք կարող եք տեսնել, տեսեք, երբ որ մենք մի փոքր խոնավացնում ենք եւ գունդ ենք պատրաստում, տեսեք ամբողջությամբ կավային հողերը, այսինքն շուրջը հարթ են։ Հետևաբար տեսեք, մասնիկները այնքան մանր են, որ ջուրը չի թափանցում արմատի շերտերը։ Հենց որ անձրևից հետո արև է լինում, անմիջապես գոլորշիանում են եւ ինքը ընդհանրապես պիտանի չէ օգտագործման համար։ Իրեն հետ պետք է անպայման խառնել ավազ եւ տարբեր, տեսնում եք, այստեղ կան, ասենք, թեփ-փայտի, այստեղ որոշակի քանակի պերլիտ է, որովհետեւ կավային հողերը, ասենք, չեն կապակցվում, այսինքն նորմալ օդաթափանց չեն, սննդատարերով աղքատ են, սովորական հող ենք ավելացնում, ինչպես նաև ավազ, որպեսզի հողը կարողանա դառնալ նույնը։ Սա մեր կավայինն է, որ եկեք թողենք այստեղ։ Երկրորդը դա ավազային հողերն են, որը Հայաստանի մի շարք մարզերում իրենք բավականին շատ են, եւ տեսեք, ավազային հողերը ինչով են վտանգավոր։ Եթե կավայինի դեպքում ջուրը, նրա մեջ ուստված սննդատարերը մնում էին անմիջապես երեսին, ապա այս դեպքում մենք չենք կարողանում կապակցել։ Տեսեք, ինչքան էլ փորձենք գունդ դարձնենք, ինքը չի դարձնի եւ անմիջապես այդ տեսեք ինքը չի կապակցվի։ Հետևաբար, երբ որ մենք ջրում ենք կամ սննդանյութեր ենք տալիս, ամբողջ սննդանյութերը ջրի հետ գնում են ավելի խոր շերտերը, հետևաբար արմատի շուրջը չեն տարածում։ Եվ երրորդ դեպքը դա մեր, ասենք, կավ-ավազային կամ ավազակավային հողերն են, տեսեք, ինքը թեկուս այս դեպքում, երբ որ ավազի եւ կավի հարաբերակցությունը նորմալ է, տեսեք, ինքը այսպես խորիզի նման ճակճկում է։ Սրանք իդեալական հողերն են, որը ցավոք սրտի այնքան էլ շատ չեն Հայաստանի տարբեր մարզերում։ Տեսեք, այս հողի 3 տիպերը։ Հիմա ինչ է պետք նորմալ հողախառնուրդ պատրաստելու համար, քանի որ մենք մի քիչ հետո արդեն կանցնենք նաև այլ թեմաների, սերմերի տնկում, սածիների աճեցում, հետևաբար մեզ պետք է, որ կավի եւ ավազի հարաբերակցությունը լինի 50-50, տեսեք այս դեպքում։ Բայց ավելի լավ դարձնելու համար մենք պետք է պատրաստենք հողախառնուրդ։ Տեսեք, վերցնում ենք օրինակ այստեղ 3 մաս հող, տեսնում եք այստեղ հողն է, 1 մաս կոմպոստ կամ կենսահումուս, 1 մաս ավազ, 1 մաս թեփ
եւ պատրաստում ենք եւ շատ քիչ, այսինքն մի փոքր բուր պերլիտ։ Դուք գիտեք, պերլիտը նույնպես օրգանական պարարտանյութ է, որը բավականին կարևոր է։ Հիմա տեսեք, եկեք մի փոքր, եթե այս մեր սովորական հողն է, ապա 1, 2, այսինքն 2, 3 կամ այս տարայով 3 հատ, եթե ձեր սածիլները ավելի շատ եք աճեցնելու։ Հետևաբար 1 մաս ավազ, տեսեք 3 մաս հող, 1 մաս ավազ, 1 մաս կոմպոստ կամ կենսահումուս, մի օր կխոսենք նաև կենսահումուսի մասին, եւ 1 մաս թեյ, եւ շատ քիչ, ուղղակի բռով մի փոքր պերլիտ։ Պերլիտը հատկապես ավելացնում ենք հատապտուղներին, հատապտուղների դեպքում կարելի է մի փոքր ավելի շատ վերցնել, 1 բուր էլ դրանից։ Տեսեք, եթե ունեք, թե փայտի մոխիր, այս դեպքում կարող ենք շատ քիչ խառնել, բայց հետագայում, տեսեք, պատրաստեցի մեր խառնուրդը։ Այս խառնուրդը, տեսեք, արդեն իդեալական խառնուրդ է ձեր սածիլների աճեցման համար։ Այս է մեր հողի կառուցվածքը, որը մեզ անհրաժեշտ է սածիլների աճեցման համար։ Հաջորդով ես կանդրադառնամ արդեն սածիլների աճեցմանը։ Շնորհակալություն ուշադրության համար։